Փետրվարի 10-ին կրոնական հարցերով մասնագիտացված լրատվամիջոցում հրապարակվեց քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային իրազեկման հարցերով տնօրեն Ջոել Վելդքամփի այցելելով հայ arczepiskopos-ին բանտում հոդվածը։ Միջազգային դիտորդի դիրքից Վելդքամփը ներկայացնում է իր այցը Հայաստան հալածվող քրիստոնյաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի կազմում և բանտում Բագրատ arczepiskopos-ի հետ հանդիպումը։ Միջազգային փորձագետը մի քանի անգամ արդեն մամուլում անդրադարձել է Հայաստանում եկեղեցու հանդեպ ճնշումներին, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը։ Հոդվածն սկսվում է զարմանքով. Հայաստանը վերջին երկիրն էր, որտեղ հեղինակի խոսքով ինքը կարող էր պատկերացնել բանտարկված arczepiskopos-ի, սակայն Բագրատ Սրբազանը ըստ նրա այդ իրավիճակը դիտարկում է պատմական շարունակականության մեջ, հիշեցնելով նրանց, որ խորհրդային տարիներին նույն շենքում բանտարկվել և մահապատժի էր ենթարկվել իր հոգևոր անվանակիցը՝ Բագրատ arczepiskopos Վարդազարյանը։ Վելդքամփը այս համեմատությամբ ակնարկում է քաղաքական հալածանքի կրկնվող տրամաբանությունը։ Հոդվածի առանցքային թեզերից մեկը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակ ու հրապարակային դիրքորոշմանը, կաթողիկոսի հրաժարականի պահանջ և եկեղեցու ղեկավարության փոփոխություն պետության միջամտությամբ։ Վելդքամփը դա բնութագրում է որպես կրոնի ազատության տեսանկյունից անընդունելի միջամտություն, գրելով, որ դա նույնքան աբսուրդ է, որքան եթե Ջորջիա Մելոնին պահանջեր Հռոմի Պապ Լևոն 14-րդի հրաժարականը։ Վելդքամփը գրում է. Եկեղեցին չեզոքացնելու համար Փաշինյանը դիմել է հին խորհրդային մեթոդներին։ Նա հավաքել է ապստամբ եպիսկոպոսների մի խումբ, որոնք կոչ են անում բարեփոխել եկեղեցին, ինչպես բոլշևիկները 1920-ական թվականներին օգտագործեցին ազատ եկեղեցու կազմակերպության հոգևորականների մի խմբակի պառակտում հրահրելու համար։ Վելդքամփը մանրամասն անդրադառնում է Բագրատ arczepiskopos-ի ձերբակալությանը, հիշատակում մեղադրանքի հիմքում ընկած ձայնագրությունները, որոնք, ինչպես ապացուցվել է հետագայում, կեղծված էին, նշելով նաև այլ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ անհիմն հարուցված գործերը, Վելդքամփը ուղիղ խոսում է եկեղեցու դեմ համակարգային ճնշման մասին։ Հոդվածում իրավիճակը դիտարկվում է լայն տարածաշրջանային համատեքստում։ 2020 թվականի պատերազմից, Արցախի հայաթափումից և արևմտյան երկրների կողմից առաջ քաշվող տնտեսական ինտեգրման ծրագրերից հետո ձևավորված քաղաքական միջավայրում։ Վելդքամփի վերլուծությամբ Արևմուտքի ռազմավարական հետաքրքրությունները էներգետիկ և տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ Հայաստանը դնում են Ադրբեջանից և Թուրքիայից կախում ունեցող խոցելի դիրքում, այսինքն կախման մեջ այն ուժերից, որոնք իրականացրել են հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Արցախում։ Հեղինակը մատնանշում է ձերբակալությունները սկսվեցին այն ժամանակ, երբ կաթողիկոսը ելույթ ունեցավ Շվեյցարիայում եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված համաժողովում։ Իր ելույթում նա պահանջեց, որ արցախցի հայ փախստականներին թույլատրվի վերադառնալ հայրենիք։ Մի քանի օրվա ընթացքում վարչապետը հարձակում սկսեց կաթողիկոսի վրա, շաբաթներ անց ձերբակալվեց Բագրատ arczepiskopos-ը։ Վելդքամփի հրապարակումը վկայում է, որ հայկական ներքին զարգացումները դուրս են եկել ազգային օրակարգի սահմաններից և դարձել միջազգային, կրոնական և իրավապաշտպան շրջանակների քննարկման թեմա։ Հոդվածի վերջում Ջոել Վելդքամփը նոր հարց է բարձրացնում։ Այս ճգնաժամը անխուսափելի հարց է առաջացնում արևմտյան քրիստոնյաների համար, հատկապես նրանց համար, ովքեր կարծում են, որ քրիստոնեությունը պետք է դեր խաղա մեր երկրների քաղաքականության և հասարակության մեջ։ Ինչպես ենք մենք արձագանքելու Միացյալ Նահանգներին դաշնակից աշխարհիկ պետության կողմից աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը քանդելու փորձին։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։